Գիրք ելից, գլուխ 23, բարոյական օրենքներ։ Սուտ լուրեր չտարածես, անիրավի հետ չմիանաս անարդար վկա լինելով, չար բան կատարելու համար մեծամասնությանը չհետևես, ոչ էլ շատերին հետևելով դատարանում իրավունքը շրջանցելու համար խոսիր, աղքատի հանդեպ աչառու չլինես, նրա դատի ժամանակ, եթե քո թշնամու մոլորված եզանը կամ էշին հանդիպելու լինես, անպայման վերադարձնես դրան, եթե քեզ ատողի էշին տեսնես իր բեռան տակ ընկած, չես ուզենա նրան փրկել, պետք է անպայման օգնես նրան, քո աղքատի իրավունքը չշրջանցես, նրա դատի ժամանակ, սուտ խոսքից հեռու մնա և անմեղին ու արդարին մի սպանիր, որովհետև ես չարին չեմ արդարացնի, կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է հասկացողների աչքերը և աղավաղում է արդարի խոսքերը, օտարականին մի ճնշիր, դուք էլ գիտեք օտարականի սիրտը, քանի որ Եգիպտոսի երկրում դուք էլ օտարական էիք, քո հողը 6 տարի ցանիր և բերքը հավաքիր, բայց 7-րդ տարում պարապ թող և թող, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն, քո այգին ու ձիթաստանն էլ նույնը կանես, 6 օր քո գործն արա և 7-րդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշն էլ հանգստանան և քո աղախնի որդին ու օտարականը կազդուրվեն, ինչ որ ձեզ ասացի, պահպանեցեք և ուրիշ աստվածների անունները չհիշատակեք, ձեր բերանից չլսվեն, տարվա մեջ 3 անգամ ինձ համար տոն պահիր, պետք է բաղարջակերած տոնը պահես, 7 օր անխմոր հաց կեր, ինչպես քեզ պատվիրել էի Աբիբ ամսվա սահմանված ժամանակ, որովհետև այս ամիսն էր, որ Եգիպտոսից դուրս եկար, և որևէ մեկը դատարկաձեռն չերևա իմ առջև, և հունձքի տոնը, դաշտում տնկածիր երեխայրիների տոնը, իսկ տարվա վերջում բերքահավաքի տոնը պահիր, երբ աշխատանքիդ արդյունքն ես հավաքում, տարին 3 անգամ քո բոլոր արուները պետք է երևան Տեր Աստծո առջև, իմ զոհի արյունը խմորված հացով չմատուցես, և իմ տոնի ճարպը մինչև առավոտ չմնա, քո երկրի երեխայրիներից քո Տեր Աստծո տունը կտանես, ուլին իր մոր կաթի մեջ չեփես, ահա քո առջևից մի հրեշտակ եմ ուղարկելու, որ քեզ ճանապարհին պահպանի և քեզ տանի այն տեղը, որ ես եմ պատրաստել, նրանից զգույշ եղիր և նրա ասածին հնազանդվիր, նրան մի գրգռիր, որովհետև նա չի ների ձեր հանցանքը, որովհետև իմ անունը նրա մեջ է, բայց եթե լսես նրա խոսքը և իմ բոլոր ասածներն անես, այն ժամանակ քո թշնամիների թշնամին կդառնամ և քո հակառակորդների հակառակորդ, որովհետև իմ հրեշտակը քո առջևից կգնա և քեզ ամորացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ կտանի, որոնց ես կոտորելու եմ, նրանց աստվածներին չերկրպագես և չծառայես և նրանց արածի պես չանես, այլ բոլորովին կկործանես նրանց և նրանց բոլոր կուռքերը կջարդոտես, և ձեր Տեր Աստծուն ծառայեցեք, և նա կօրհնի քո հացն ու ջուրը, և ես հեռու կվանեմ քո մեջ եղած հիվանդությունը, քո երկրում վիժող և ամուլ չի լինի, քո օրերի թիվը լիացնելու եմ, իմ երկյուղը կուղարկեմ քո առջևից, և կկործանեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ գնում ես, և քո բոլոր թշնամիների մեջքը դեպի քեզ կդարձնեմ, և քո առջևից իշամեղու կուղարկեմ, և նա կքշի խևացիներին, քանանացիներին և քետացիներին քո առջևից, նրանց քո առջևից 1 տարում չեմ քշելու, որպեսզի երկիրը չամայանա, և քո վրա չշատանան դաշտի գազանները, նրանց քո առջևից կամաց կքշեմ, մինչև դու բազմանաս և երկիրը ժառանգես, և ես կդնեմ քո սահմանները, Կարմիր ծովից մինչև Փղշտացիների ծովը, և անապատից մինչև Եփրատ գետը, որովհետև այն երկրի բնակիչներին քո ձեռքն եմ տալու, և քշելու եմ քո առջևից, նրանց հետ և նրանց աստվածների հետ դաշինք չկնքես, նրանք թող չբնակվեն քո երկրում, որպեսզի քեզ մեղք գործել չտան իմ դեմ, որովհետև եթե նրանց աստվածներին պաշտես, դա քեզ համար անպայման որոգայթ կդառնա։